Ողջույն։ Սկզբում հնչում է մետաղական ցանցին տախտակի կտրուկ հարվածի ձայնը, ապա եւս մեկ հարված, հետո եւս մեկը, հարվածների միջև ընդմիջումներն ունեն գրեթե նույն տևողությունը։ Մի քանի վայրկյան անց ճռռոց է լսվում, երբ տախտակը քաշում են ցանկապատի երկայնքով, հետո հարվածները կրկնվում են, ու այս ամենը տևում է գրեթե 1 րոպե։ Հետազոտողների առջև ոչ մարդ է, ոչ էլ վարժեցված կենդանի։ Դա շիմպանզե է, որն ինքն իր համար իմպրովիզացված համերգ է կազմակերպել։ Ճապոնացի պրիմատոլոգները նկարագրել են Կիոտոյի համալսարանի հետազոտական կենտրոնում բնակվող արու շիմպանզեի արտասովոր վարքագիծը։ Նա պոկել է ցանկապատված տարածքի փայտե արահետի տախտակներն ու օգտագործել դրանք որպես հարվածային գործիքներ։ Երբեմն կենդանին պարզապես թմբկահարել է, երբեմն քաշել տախտակը ցանկապատի վրայով, ստեղծելով երկարատև քերծող ձայն։ Նման ելույթները կարող էին տևել մի քանի րոպե, ընդ որում հարվածների միջև ընդմիջումների տևողությունը հաճախ նույնն է եղել, իսկ գործողությունների հաջորդականությունը հիշեցրել է շիմպանզեների բնական ճիչերի ստրուկտուրան։ Ռիթմի զգացումը հանդիպում է շատ կենդանիների մոտ։ Այն հայտնաբերել են թռչունների, փոկերի, կապիկների եւ անգամ առնետների մոտ։ Բայց նրանց միջև կարևոր տարբերություն կա։ Օրինակ, մակակներին պետք է հատուկ սովորեցնել ռիթմի տակ շարժվելուն, իսկ շիմպանզեներն իրենք են ստեղծում ռիթմիկ հաջորդականություններ։ Նրանք օգտագործում են իրենց շրջապատող առարկաները ու երբեմն նույնիսկ պատրաստում են իմպրովիզացված գործիքներ։ Բնության մեջ շիմպանզեները հաճախ հարվածում են ծառերի արմատներին։ Այս վարքագիծը կոչվում է թմբկահարում։ Սովորաբար այն տևում է ընդամենը մի քանի վայրկյան, ընդ որում տարբեր պոպուլյացիաներում նկատվում են սեփական ռիթմիկ առանձնահատկությունները։ Արևմտյան շիմպանզեներն ավելի հաճախ են թմբկահարում հավասար տևողությամբ ընդմիջումներով, իսկ արևելյանները նվագում են հաջորդական կարճատև ու երկարատև ընդմիջումներով։ Անազատության մեջ շիմպանզեների վարքագիծն ավելի բազմազան է դառնում։ Կենդանաբանական այգիներում ապրող շիմպանզեներն օգտագործում են պլաստիկ շշեր, դույլեր, ճյուղեր եւ այլ առարկաներ։ Ավելի վաղ դիտարկված արուներից մեկը երկար ժամանակ միայնակ նվագել է պլաստիկ դույլի վրա, առանց այլ առանձնյակների ազդանշաններ ցույց տալու։ Նրա նվագի մեջ նույնպես հայտնաբերվել են հավասարաչափ ռիթմիկ ընդմիջումներ։ Նոր դեպքը հետազոտողները նկարագրել են Այումու անունով ալֆա արուի օրինակով։ Մինչև այդ կենդանին արդեն մասնակցել էր կոգնիտիվ գիտափորձերի, կարողանում էր գործիքներ օգտագործել սնունդ հայթայթելու ու ընկույզ կոտրելու համար, սակայն նրան երբեք չէին սովորեցրել ռիթմիկ ձայներ ստեղծել։ Այումուն գրավել է գիտնականների ուշադրությունը, երբ սկսել է պոկել ցանկապատված տարածքի արահետի տախտակներն ու օգտագործել դրանք ցանցին եւ այլ մակերեսներին հարվածելու համար։ Հետազոտողները կարծում են, որ սա կարելի է դիտարկել որպես գործիք պատրաստելու սկզբնական փուլ։ Նախկինում շիմպանզեները պարզապես օգտագործում էին մոտակայքում ընկած պատրաստի առարկաները։ Այումուն ձայներ է արձակել տարբեր եղանակներով։ Նա թմբկահարել է ձեռքերով, ոտքերով ու 1 կամ 2 տախտակով։ Նա վազել է ցանկապատի երկայնքով տախտակը քաշ տալով չընդհատվող քերծող ձայն ստեղծելու համար։ Նա ճոճել է դռներն ու կախված գերանները, ստիպելով դրանց հարվածել ցանկապատին։ Վազել է փայտե արահետի վրայով, նետել տախտակներ եւ այլ առարկաներ։ 2 տարվա դիտարկումների ընթացքում հետազոտողներն արձանագրել են նմանատիպ համերգներով 37 օր։ Ընդհանուր առմամբ գիտնականներն առանձնացրել են գործողությունների 89 հաջորդականություն։ Յուրաքանչյուրում եղել է 2-ից մինչև 14 տարր, միջինում մոտ 5։ Ամենից հաճախ Այումուն սկզբում տախտակով թմբկահարել է, իսկ հետո քաշել տախտակը ցանկապատի վրայով։ Զգալիորեն ավելի հազվադեպ նա օգտագործել է ձեռքերը կամ ոտքերը, երբեմն էլ կոմպոզիցիան ավարտվել է տախտակի նետումով։ Հարվածների ռիթմը հաճախ իզոկրոն է եղել հավասար ընդմիջումներով, ընդ որում տախտակը թույլ է տվել պահպանել ավելի կայուն ռիթմ, քան վերջույթներով հարվածները։ Ելույթների ժամանակ շիմպանզեի մոտ հաճախ նկատվել է դեմքի չարաճճի արտահայտություն ու անձայն ատամնաբացում, որոնք դրական էմոցիաների նշաններ են։ Ռիթմիկ խաղի միջին տևողությունը կազմել է մոտ 48 վայրկյան, բայց երբեմն նա թմբկահարել է մի քանի րոպե անընդմեջ։ Հետազոտողներն այս հաջորդականությունները համեմատել են շիմպանզեներին բնորոշ պանհուտ կոչվող ճիչի ստրուկտուրայի հետ։ Այումոյի խաղում նրանք առանձնացրել են 3 փուլ՝ ներածություն, զարգացում եւ կուլմինացիա։ Սովորաբար սկզբում կենդանին հարվածել է տախտակով, ապա քաշ տվել տախտակը ցանկապատի վրայով, երբեմն նետել այն։ Պանհուտ ճիչը ներառում է նաեւ անկման եզրափակիչ փուլ, սակայն գործիքային հաջորդականություններում այն միշտ չէ, որի հայտ է եկել։ Այս դիտարկումը գիտնականներին թույլ է տվել զգույշ վարկած առաջարկել։ Հնարավոր է շիմպանզեն իր վոկալիզացիայի ստրուկտուրան փոխանցում է գործիքային հնչողությանը։ Եթե դա այդպես է, ապա նման մեխանիզմը կարող էր գոյություն ունենալ նաև հնագույն հոմինիդների մոտ, երբ նախկինում ձայնով արտահայտվող էմոցիաները սկսեցին փոխանցվել հարվածների եւ աղմկային գործիքների միջոցով։ Հոգուտ այս գաղափարի է խոսում եւս մի դետալ։ Դեպքերի մոտ 1/3-ում Այումուն միաժամանակ թմբկահարել է ու ձայնարկցել։ Այդ ձայնարկումներն իրենց ստրուկտուրայով հիշեցրել են պանհուտ ճիչի սկիզբը, ներածության եւ զարգացման փուլերը։ Առայժմ սա միայն մեկ կենդանու դիտարկում է, այնպես որ հեռուն գնացող եզրակացություններ անելու համար դեռ վաղ է, բայց նման դրվագները ցույց են տալիս, որ երաժշտական վարքագծի տարրերը կարող են առաջանալ ինքնաբուխ, առանց ուսուցման, առանց լսարանի եւ առանց գործնական նպատակի։
Սկզբում թվում է, թե սա պարզապես քաոս է, զուգահեռ աշխարհներ, մարդկանց աբսուրդ, վարքագիծ ու ակնթարթային ցատկեր իրականությունների միջև, բայց ամեն ինչ ամենուր եւ ամենը մեկում ֆիլմի հիմքում ընկած է միանգամայն գիտական գաղափար՝ մուլտիվերսը։ Ֆիլմը փաստացի լուսաբանում է քվանտային մեխանիկայի բազմաշխարհ ինտերպրետացիան։ Համաձայն դրա մի քանի ելք ունեցող յուրաքանչյուր իրադարձություն իրականանում է միանգամից բոլոր տարբերակներով, բայց իրականության տարբեր ճյուղերում։ Մեկում դուք ընտրություն եք կատարել, մյուսում ոչ, բոլոր տարբերակները շարունակում են միաժամանակ գոյություն ունենալ։ Ֆիլմը սա վերածում է սյուժետային մեխանիզմի։ Հերոսուհու համար հասանելի են դառնում իր այլընտրանքային տարբերակների հմտությունները, նրանց ովքեր դարձել են դերասանուհի, մարտարվեստի վարպետ կամ ապրել են բոլորովին այլ կյանքով։ Հետաքրքիր է, որ ճյուղերի միջև անցում կատարելու համար կերպարներն անում են տարօրինակ եւ քիչ հավանական գործողություններ։ Սա հիշեցնում է քվանտային աշխարհի հավանական բնույթը։ Նույնիսկ խիստ անսովոր իրադարձությունները տեսականորեն հնարավոր են, պարզապես դրանց հավանականությունը շատ փոքր է։ Ֆիլմը կարծես ենթադրում է, որ հենց նման քիչ հավանական որոշումներն են թույլ տալիս ցատկել մեկ այլ իրականություն։ Պատմության զարգացմանը զուգընթաց ի հայտ է գալիս եւս մեկ գիտական գաղափար՝ ինֆորմացիոն գերբեռնվածությունը։ Եթե գոյություն ունեն միևնույն կյանքի անվերջ քանակությամբ տարբերակներ, ապա դրանցից ոչ մեկն առանձնահատուկ չի թվում։ Որոշումների կայացման տեսության մեջ սա հայտնի է որպես անվերջ ընտրության պարադոքս։ Չափազանց մեծ քանակությամբ տարբերակները ոչնչացնում են ընտրության բուն իմաստը։ Արդյունքում ֆիլմը բարդ գիտական կոնցեպտները, մուլտիվերսը, հավանականային իրականությունն ու հնարավոր ելքերի անվերջ քանակը վերածում է պատմության մի մարդու մասին, որը բախվում է միանգամից իր բոլոր կյանքերին։ Ու գլխավոր եզրակացությունը հնչում է գրեթե որպես գիտական վարկած։ Նույնիսկ եթե գոյություն ունեն անվերջ քանակությամբ աշխարհներ, իրականությունն այն է, որտեղ դուք մնում եք։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։